Առաջին հայացքից շուկաներում ամեն ինչ նույնն է։ Մարդաշատ միջանցքներ, լի տաղավարներ ու ակտիվ առևտուր, սակայն գների ցուցանակները այլ պատկեր են ցույց տալիս։ Վերջին շրջանում մայրաքաղաքի շուկաներում կրկին արձանագրվում է գնաճ։ Մեդիահաբը այցելել է Երևանի շուկաներ, տեղում հասկանալու թե ինչպես է փոխվել իրավիճակը եւ ինչ ազդեցություն ունի գնաճը առօրյա առևտրի վրա։ Պետրուշկեն 200, սամիտ 250, կոտեմը 300, համեմը 200, սոխը 300, խարկանանչին 300, թարխունը 100-ից 150, ռեհանը 400, ողկը 250-ից 300, սա 250, սրանք 400, սա 2000, 1500, 300 սոխը, պամիդորը 1700, բիբարները 250, 1500, էլմի սոխը 500, սխտորն 2000, 2500, բրոկոլին 1200, ծաղկակաղամբը 1000 դրամ, լոբին 3-ից 3.5, սխտորը 2000-ից 2500, սպանախը 200, բազուկները 200, քարավուզը 300։ Վերջին շրջանում թանկացումներ նկատվում են։ Մի քանի օր առաջ է, բայց հիմա կամաց դզվում է։ Դե որ դրսի ապրանքը քչացավ, ինքստինքյան թանկացավ, բայց հիմա արդեն կամաց վերականգնում է։ Իսկ առևտուր լինում է։ Կարելի ասել համարյա չէ, քիչ։ Առաջվանը չի։ Թանկացումների հետ է չեն կարող մարդիկ հիմա առնեն, առևտուր անեն էլի, որոնք գումար չունեն, թանկա չեն կարողանում առնեն։ Երևանի մեջ ամեն ինչ թանկ է։ Օրինակ ինչ է։ Ամեն ինչը, ինչ կանանչ եղենը, բդուղ, ամեն ինչ։ Դուք որտեղից եք եկել։ Ես Սուրիայից։ Ինչ եք գնում եւ ինչ գնում։ Գնին պետք է ածփաները, ինչ որ պետք է։ 1000։ Ինչա։ Ասիեր գոհը թիր։ 5000 նանա թիր։ Քանի հատ։ Լավ, 3 հատ դիփավալ է։ Իսկ թանկացում նկատել եք դուք։ Թանկ է, բայց բիդուդենք ինչն ենք, yani ասի որ ոչխարի երագոր է, խոդ է ասի։ Ուզենք բիդուդենք։ Պետք ունենք ասոր։ Միս գեր անանկիստ կլաս։ Ինչ է։ 2000։ Կանանչային առնես 2000։ Սոխը 250 դրամ, խառը 300, 250 դրամ, համեմը 250, կոտեմը 300, պետրուշկեն 250, 200, նայած պետրուշկան, սամիտը նույն ձևով, մարոլները կան որ 250, կան 200, ողկը 300, 250, նայած որակի ապրանքները, որը լավն այնի թանկա, որը անորակը այն էժանա։ Վերջին շրջանում թանկացում նկատվում է։ Մի օր լինում է, մի օր էժանացում, մի օր անձրև եկավ էժանանում է, ապրանքը քչանում է, թանկանում է։ Դայած օր ոնց է լինում։ Հաստատ բան չկա, հիմնական գին չկա։ Իսկ մարդիկ գնում են, առևտուր լինում են։ Լեումը պետք է առնում է, ճարացված պետք է առնում։ Վարունգը սկսում է 700 դրամից մինչև 4000 դրամ, պամիդորի արժեքները սկսում է 800-ից մինչև 8500։ Բադրջանը դրսիկա տեղական կա, տեղականը 2000 դրամ է, դրսինը 1003-ից 1800 դրամ, գունավոր բիբարը դրսիններն է 1500-1700, կարտոֆիլը էտի նորերն է, հները 250, 300, 350, նորերը 2000-ից 2500 դրամ, ծաղկակաղամբը դսիններն է, տեղական չկա, կիլոն կա թուրքական 1000 դրամ, պարսկական կա 800 դրամ, բրոկոլինները էլի դրսից է գալի 1500-1300։ Վերջին շրջանում թանկացում նկատվել է։ Իհարկե, պատերազմական վիճակը պայմանավորված Իրանում, բանջարեղենի գները բարձրացել է, Հայաստան ներմուծվող ցանկացած բանջարեղեն, որը որ գալիս է Իրանից, ինքը թանկացել է 1-ից 2 անգամ։ Այսինքն եթե այն ժամանակ առնում ենք X գումարով, հիմա վերցում ենք Y գումարով, քանի որ համ ապրանքն է քիչ գալի, համ էլ ընդեղից ապրանք չեն թողում դուրս գալ։ Հիմնականում դրա հետ է կապված թանկացումները։ Մի ամսից որ մեր տեղական ապրանքները դուրս գան, բնականաբար էժանանում է։ Հեսա որ գյուղացու ապրանքը դուրս է գալ, ինքը էժանանում է։
Այսպիսով շուկաներում արձանագրվող գնաճը արդեն դարձել է առօրյա իրականություն, ազդելով թե գնորդների, թե վաճառողների վարքագծի վրա։ Մինչ մի կողմը փորձում է հարմարվել բարձրացող գներին սահմանափակելով գնումները, մյուսը փորձում է հարմարվել գնի մեջ ու պահել վաճառքը, աշխատելով արդեն անտանելի դարձող պայմաններում։